Բարև ձեզ հարգելի ընկերներ, շատ եմ խնդրում տարածեք։ Այստեղ եւ մինչեւ վերջ լսեք, ես կաշխատեմ շատ կարճ, բայց խնդրում եմ ուղղակի տարածեք, որովհետեւ այստեղ հնչելու են հարցեր, որը պետք է բոլոր անկյուններից հնչի։ Հայաստանը հիմա ներքաշվեց գեոպոլիտիկ վերջնապես ուղղակի ներքաշվեց գեոպոլիտիկ գիգանտների պատերազմի մեջ։ Լավ, հասկացանք Եվրոպա։ Գնում ես Եվրոպա, ինչ ես ուզում Ռուսաստանն ու Պարսկաստանը քեզի թշնամի դառնան։ Ինչ Զելենսկի, ինչ Տիխանովսկայա։ Երևանում Զելենսկին ասում է, որ Մոսկվային հաղթանակի տոնի արդիվ ռմբակոծելու է։ Երևանից դուք լրիվ գժվել։ Սա Հայաստանի վերջնակետն են դնում։ Լավ, արում է։ Խեղկատակը այս հիմարը Մակրոնն էլ հայտարարեցնեց մի հատ բառից բուն իմաստով, որ ինքն է ստիպե հանձնել Արցախը, մենակ թե ռուսները ընդերից գնան, ռսամետ, հարցը ռուսամետությունը չի։ Հարցն է, որ ռուսի ոտը կտրելու համար Արցախից Արցախը տվեցին, Տավուշի տարածքները հանձնեցին, որպեսզի ռուսները տես գնան։ Հիմա էլ ասում է 4000-ը մնացել են, հələ 1000 սահմանապահել ընդեղ կա, Թուրքիայի սահմանին։ Դրանց անենք, որ Հայաստանն էլ տանք։ Չեղարկեն ռուս-թուրքական պայմանագիրը, հաջորդ քայլը դա է լինելու։ Իսկ չեղարկել ռուս-թուրքական պայմանագիրը նշանակում է մնալ Հայաստանից 8600 քառակուսի կիլոմետր Ադրբեջանին վասալական պետություն, որտեղ արդեն Թուրքիան այնքան լսեմ ենք, այնքան ընկած, որ Թուրքիան ասում է, մի կպեք ինձ, ես զզվում եմ։ Գնացեք այն փոքր թուրք ունենք ընդ փոքր պետություն, դրա տակ մտեք։ Լավ թքացա, ռուսները վատն են, ինչ են, սպիտակ ռուս եք, թուրք եք ասում, ինչ եք ասում, Գրիբայեդովներ երևի սպիտակ թուրք, որ Հայաստանի տարածքում հայ չեր ապրում, բերեցին, բնակեցրեցին։ Լավ, թուրքիս ունենք, քրդիս ունենք, քուրդ ենք, անուղասկեր, ամեն ինչ մոռացված է, բայց որպես ինչ եք, երկու գերտերություն, մի հատ համաշխարհային գերտերություն ու մի հատ տարածքային գերտերություն թշնամի դարձան։ Երբ որ ամեն ինչով կախված եք դրանից։ Լավ հասկացանք այդ խեղկատակը, դա անասունը, դա իր կաշին փրկելու համար, պատրաստ է ամեն ինչի։ Մեկը սատկելու է, Նիկոլ դու մեկը մորթվելու ես, Նիկոլ, դու ուրիշ շանս չունես, չի եղել երբևիցե ես աշխարհերեցին դավաճանել քո նման, դու են աշխարհի բոլոր դավաճանների կարմիր գծերը նույնիսկ կանցել ես, դու չես կարա կենթանի մնաս, քեզ սատկացնելու են, ու ինչքան շատ ես ձգում ենքան սարսափելի, քո տերերդ ասմասնա հայի ձեռը քեզ ասնի, ոչ թե քո տերերդ քեզ ոչինչ ասնեն, հա հասկացանք այ փնթի պոռնիկ, սաղին տալիս է սաղ հետդ քնում են, իրանց ազգի համար, իրանց երկրի շահերի համար, մետ Հայաստան ինչն է, բայց դու Հայաստանն ես սարքել պսրան քոտ պոռնիկ, որ կծում ես սրա նրա տեղաշորի մեջ։ Լավ սա էլ անցանք, բա ինչ է անում այդ անդիմա բոյսակները, որոնք հանցագործները, որոնք 5 տարի գնացին քաղաքակրթական հանցագործան սրանց այդ ընտրությունների, 5 տարի բոլոր դավաճանությունները լեգիտիմացրեցին, հիմա նորից գնում են ընտրությունների։ Դուք տեսնում եք Հայաստանում ինչ է կատարվում, հերեք խումբ պառակտված մարդա 15 հոգով ես կողմենքով, դուք գնում եք ընտրության, այս պահին, եթե դուք չեք կարող ոտքի հանել դրանց եկած պայմաններում 50-100 հազար մարդ, եթե դուք չունեք այդ բոլորը իրար հետ միասին վերցրած 50-100 հազարի պոտենցիալ Երևանում փողոց անելու ցույց տալու, որ դեմ եք այդ ամեն ինչին։ Արցախի հանձնելու Մակրոնի դեմ եք Նիկոլի հետ միասին։ Դուք ուր եք գնում ընտրության։ Եթե դուք չունեք այդ պոտենցիալը, Բագրատ Սպասյանին կողիկ Բերթը 5 տարի դիգիտալացրեցիք ամեն ինչ ձեր մանդատներով Հայաստանում ստացայի քաղաքական ճգնաժամի բացառում։ Ինչ ահավիք լինի, դուք ձեու կապահովեցիք Հայաստանում քաղաքական ճգնաժամի բացառումը։
ամբողջ դիպլոմատիկ կոմպլեքսը, ամբողջ նախարարով, փոխնախարարով, բոլորով, դեպարտամենտներով, բոլորը հրաժարական տվեցին, արա դուք գնացիք նստակ այդ խորհրդարանում, որ դա անհնար էր, երբ որ արտակ գործակի նախարարը իր բոլոր փոխնախարարներով հրաժարական ատալիս դեպարտամենտի ղեկավարներով ասել է, որ կառավարության հետ համաձայն չի, եւ այդ վարչապետը մնում է, դա ձեր վզին է, դուք եք պահել։ Ու հիմա գնում եք ընտրության, ժողովուրդ ջան, բոլոր տեղերից պրտի հարցը չի, չկա 5% հավանականություն, որ այս ընտրությունները հնարավոր է կրել, կարողին տեսանք մի հատ ծուր բերան, հիմա գնում են հաղթելու, տո չգիտեմ ինչ անելու, եթե նույնիսկ 5% հավանականություն կա, որ այս անասունը կարող անցնի, ամեն ինչ պետք է արվի, որ ասենք այդ ընտրությունները չկայանան նրա ներկայությամբ։ Իսկ սրանք գնում են նույնիսկ 5% հավանականություն չունենալու, որ իրանք կարող անցնեն։ Հարց պետք է տրվի դրանց, ընտրվի միայն եւ միայն այն ուժին, որը կպատասխանի հարցին, նկարվելու են հաստատ։ Եթե մեկը կասի, որ ինքը սպասում է արդար ընտրությունների, նշանակում է ինքը ասում է, որ նախորդ բոլոր այս ղեկավարները ավելի անբարոյական եղեք, ասել Նիկոլը։ Շատ ավելի, սարսափելի։ Իսկ եթե կեղծելու է եւ նկարելու է եւ հաջորդ օրը գիշերը հաշվելու են հաջորդ օրը այս համայնքը, որ այսօր Մակրոնով բռնած, մնացածով վերջացրած Զելենսկին ֆոսֆորային բոմբերով մեր ժողովրդին վառող, որտեղ ուրախացած դիմավորում եք։ Ղարաբաղ Ուկրաինա պլակատները երկրում կախած։ Այդ բոլորը հաջորդ օրը շնորհավորելու են Տրամպից բռնած ստիպված Պուտինն էլ հետևից։ Ինչ եք անելու, ասելու եք չէ համաձայն չեք։ Թե գնալու եք էլի սահմանադրական դատարան, թե 300,000 ձայն կեղծված է, հետո Նիկոլի սահմանադրական դատարանը ասելու է կեղծված չի, ասենք չէ, որ դու սահմանադրական դատարանը կեղծված չի, մեզ ազգը հայլանդակա Նիկոլ ընտրե։ Ու 5 տարի ասեք ժողովուրդը հայլանդակա Նիկոլ ընտրե։ Հայլանդակը դուք եք։ Հիմա այս հարցը պետք է հնչի։ Պետք է հնչի բոլոր կողմերից։ Ու ամեն օր հավանականությունը, որ դուք չեք կրվելու, նա չկարողա չեղարկի ամեն ինչ, պատերաստերց է ամեն ինչ։ Այն մարդը, որ գնալու է նորից կազմի, այսքան Արցախի խորհրդարանի, Կործաման, Կալաբարան խորհրդարանից գնալու է կազմի Նիկոլի հետ միասին, արդեն Հայաստանի Կործաման խորհրդարան, ով ուզում է լինի, դա ամենավերջի դավաճանն ու անբարոյականն է։ Դավաճանությունը, լեգիտիմացնողը դավաճանից բետար է, դավաճանության բոզելն էլ ավելի վատ բան է։ Հիմա պետք է հնչի, գնացի, կեղծվեց, չկեղծվեց, ինչ ուզում է եղավ Նիկոլը գնաց անցավ, ինչ եք անելու, եթե դուք գնալու եք կազմեք նորից խորհրդարանը, երկրի միակ իշխանությունը, ու նորից ընտրեք, ընդամենը գործակատար հանդիսացող այդ շանը, ուրեմն թքած ձեր վրեն ավելի լավ թող նա մնա։ Որովհետև դուք փալաս եք, փալաս։ Պետք է այդ հարցը տրվի ու բոլորը պետք է պատասխանեն այդ հարցին։ Այն ուժը, որը որ կասի, որ եթե հանկարծ ինքը անցավ որպես ընդդիմություն ու գնալու է կազմելու է Հայաստանի Կործաման խորհրդարանը Նիկոլի, ընտրելու է կազմելով խորհրդարան նորից Նիկոլին, այդ նույն դավաճանն է, նույն շունն է եւ դրա մի ձայն չպետք է տրվի։ Բոլորը պետք է երթվեն, բոլորը պետք է գրավոր ձևով համաձայնագիր տնտեն եւ իրար մեջ եւ ժողովրդին գրավոր ստորագրությամբ ղեկավարների այդ ֆրակցիաների առաջին համարներով, որ իրենք երբևիցե Նիկոլի անցնելու դեպքում չեն գնալու եւ չեն կազմելու խորհրդարան։ Հակառակ դեպքում ոչ մի ընտրություն, ոչ մեկին ձայն չտակ։ Գնացեք ու շեշտ շան ընտրեք։